Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում կա 4 հայ, այդ թվում Հայաստանի 1 քաղաքացի։ Պայթյունի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 16 մարդ, այդ թվում 1 երեխա, կան 100-ից ավելի վիրավորներ։ Վիրավորների թվում նույնպես հայեր կան։ Больше 20. Ուժգին պայթյունը որոտացել է ժամը 11:30-ի սահմաններում շուկայի կենտրոնական մուտքի մոտ, որը միշտ մարդաշատ է։ Այստեղ տեղակայված են նաև աշխատանքային բորսան ու քաղաքի դպրոցներից մեկը։ Նախնական տվյալներով պայթել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա, պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Արդեն հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով, պայթյունի համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։ Սեպտեմբերի 10-ը Հյուսիսային Օսիայում սգո օր է հայտարարվել։ 11 տարի առաջ 1999 թվականի օգոստոսի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի տարածքում իդեպ նույն ժամին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 52 մարդ էր զոհվել եւ շուրջ 160-ը վիրավորվել էին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն 3 օր տարածաշրջանում են Բաքվից սեպտեմբերի 8-ին ժամանել էին Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ավելի վաղ տարածված տեղեկատվությանն այն մասին, որ համանախագահների մասնակցությամբ մոնիտորինգ է անցկացվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Линии соприкосновения. Մենք այսօր հատել ենք Ղարաբաղ-ադրբեջանական շփման գիծը, ոչ թե սահմանը, ցույց տալու համար, որ դա սահման չէ։ Ես գրեթե 6 տարի միջնորդ եմ։ Առաջին անգամը չէ, որ փորձել եմ դա անել։ Մինչև հիմա դա հնարավոր չի եղել։ Բարեբախտաբար այս անգամ դա տեղի ունեցավ։ Բակո Սահակյանը Մինսկի խմբի միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար։ Այսօր համանախագահներն արդեն Երևանում են, հանդիպել են Հայաստանի արտգործնախարարի հետ։ Շուրջ 1 ժամ տևած բանակցությունների ավարտին նրանք հրաժարվեցին մեկնաբանություններից։ Դուք գիտեք, որ մենք երբեք չենք խոսում, քանի դեռ չենք հանդիպել ձեր նախագահի հետ։ Իսկ դա տեղի կունենա այսօր ավելի ուշ, ճաշից հետո։ Ընդդիմությունը Ազատության հրապարակում չի կարող հանրահավաքներ անցկացնել առնվազն մինչև հոկտեմբերի 10-ը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանն այսօր մեծ զրույցում ասաց, որ դա պարզապես տրամաբանորեն հնարավոր չէ, վկայակոչելով Էրեբունի Երևան տոնակատարության նախապատրաստական աշխատանքները։ Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ի իր հանրահավաքը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անցկացնելու է Մատենադարանի հրապարակում, քանի որ քաղաքապետարանը նույն հիմնավորմամբ չթույլատրեց այն Ազատության հրապարակում անցկացնել։ Սակայն կոնգրեսը որոշումը որակելով քաղաքական եւ հայտարարելով, որ պետք է վերանվաճի Ազատության հրապարակը, երեկվանից սկսել է ամենօրյա ռեժիմով իրազեկումներ ներկայացնել քաղաքապետարան Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին։ Երեկ ներկայացվել էր սեպտեմբերի 24-ին հանրահավաքի մասին իրազեկումը, այսօր սեպտեմբերի 28-ի հանրահավաքի իրազեկումը եւ այդպես պետք է շարունակվի ամեն օր։ Քաղաքապետարանը չի կարող գավառել ձեր իրազեկումը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ։ Քաղաքապետարան լիազոր մարմինը իրավունք չունի
որևէ այլտեղ առաջարկել։ Կարող առաջարկել այլ ժամ, այլ օր, բայց տեղի հարցում իրազեկման մեջ նշված վայրը դա հիմնական մեղքն է։ Այսինքն ես սխալ եմ անում, ձեզ առաջարկել։ Ես չեմ ուզում ձեզ ասեմ, ես ձեզ չեմ ուզում ասեմ դուք սխալ եք անում, սխալ չեք անում։ Ես ուզում եմ ձեզ ուղղակի ասել, որ դա օրենքով չի կարգավորվում։ Իսկ ես չեմ ուզում մտնել մի դաշտ, որ դա օրենքով չի կարգավորվում։ Թող քաղաքապետարանը կամ իշխանության ներսում որևէ մեկը հույս չունենա, որ Հայ ազգային կոնգրեսը ազատության հրապարակը հանձնելու է օրինախախտներին։ Մեր ընդդիմադիր գործընկերները, կոնկրետ ՀԱԿ-ի ներկայացուցիչները մի քիչ իրենց ուժերը շատ են գերագնահատում։ Մտածելով, որ իշխանությունը բանը գործ թողած, առավոտից երեկո իրենց հավաքների մասին է մտածել։ Քաղաքապետարանը որպես պատկանամարմին իրենց պատասխանել է։ Հայաստանի գործարարների կարծիքով հանրապետությունում գործարարության թիվ 1 խոչընդոտը պետական մարմինների ոչ արդյունավետ գործունեությունն է։ 2010-11 թվականների համար նախատեսված մրցունակության համաշխարհային զեկույցը ներկայացնում է 139 երկրների մրցունակության աստիճանները։ Հայաստանը ստացել է 98-րդ տեղը։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ցուցանիշը վատացել է 1 տեղով, չնայած արձանագրված են որոշ բարելավումներ, եւ նախորդ տարի ուսումնասիրվել են 133 երկրներ։ Մրցունակության այս ցուցանիշը ցույց է տալիս, որ մեր տնտեսության ֆունդամենտալ կառուցվածքում խնդիրներ կան։ Ըստ զեկույցի վերջին 5 տարիներին այլ երկրների մրցունակությունների հետ համեմատած Հայաստանի մրցունակությունը միայն վատացել է։ Եթե 2005 թվականին իր մրցունակությամբ Հայաստանը գտնվում էր 79-րդ տեղում, ապա այս տարի 98-րդ։ Եթե մենք նայենք մեր միավորը, ես նշեցի, որ մենք միավորը աճում է, բայց աճումը շատ ավելի դանդաղ, քան մյուսների միավորն է աճում։ Այսինքն, եթե մրցունակությունը դիտարկենք որպես մրցավազք, մենք վազում ենք, մենք առաջ գնում ենք, բայց շատ ավելի դանդաղ ենք վազում, քան մնացածներն են վազում։ Այն մասերում, որտեղ մրցունակության մեր ցուցանիշը անընդհատ հետընթաց է ապրում, այն ոլորտներն են, որտեղ կառավարությունը մեծ դեր ունի անելու։ Օրինակ, տեսեք, բիզնես բացելու հեշտությունը, հա, շատ լավ է։ Այդ առումով մենք շատ առաջ ենք գնում, doing business-ում մեր վարկանիշը լավ բարձրանում է։ Բայց դա մի հատ փոքր գործոն է այդ ամեն ինչի մեջ։ Լավ, բիզնեսը բացեցի, բա հետո, բացելը հեշտ է, գործանելն է հետո դժվար։ Այսինքն հետո է խնդիրները սկսում, էլի։